Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության անչափահասների գործերով բաժինը կոչված է իրականացնելու անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների նախականխման, նրանց նկատմամբ հսկողություն եւ անհրաժեշտ դաստիարակչական ներգործության աշխատանքներ։ Աշխատանքային օրվա մեկնարկը տրվելուն պես ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները բաժնի պետ Բորիս Ջալավյանի կողմից ամենօրյա ծառայությունը լիարժեք իրականացնելու նպատակով ստանալով համապատասխան ցուցումներ անցնում են դրանց իրագործմանը։ Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի ծառայողների կողմից իրականացվող բազմածավալ միջոցառումներից է հսկողության իրականացումը հանցագործություն կատարած, պարտադիր ուսումից խուսափող, ալկոհոլային խմիչքներ օգտագործող եւ այլ հակահասարակական կյանք վարող անչափահասների նկատմամբ։ Ամառային ամիսներին, երբ ուսումնական հաստատություններում ավարտված են դասընթացները, երեխաները ստիպված են ազատ ժամանակը վատնել կամ փողոցներում կամ բնակության վայրերում առկա խաղահրապարակներում։ Վերոնշյալ բաժնի պետի կողմից խնդիր էր դրված շրջել մայրաքաղաքի թաղամասերով, հանդիպել բակերում իրենց ազատ ժամանակը վայելող երեխաներին, ապա կազմակերպել ստուգայց շրջայցեր մայրաքաղաքի առևտրի սրահներում։ Որ անչափահասներին ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքն արգելված է, դա գիտեն բոլոր խանութների վաճառողները։ Գիտեն նաեւ հենց իրենք անչափահասները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԼՂ օրենսգրքի 158-րդ հոդվածով 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով։ Ցանկացանք համոզվել վերոնշյալ օրենքի գերակայությունը գործում է արդյոք մեր հասարակությունում։ Մեր նկարահանման պահերին համոզվեցինք եւս մեկ անգամ, որ մենք օրինապաշտ ազգ ենք եւ գիտենք հարգել օրենքն ու հետեւել նրա պահանջներին։ Նկարահանման ընթացքում նկատեցինք, որ խանութի վաճառողների կողմից անչափահասներին արգելվեց եւ ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքը։ Մեզ զգուշացրած է մուքելեշին դեն տամ չենք խոխոցը։ Վեճ սիգարետներ, վեճ խմիչքներ։ Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի տեսուչները եղան նաև ժամանցի վայր հանդիսացող սրճարաններում, բարերում, կրկին անգամ հիշեցնելով, որ անչափահասին ալկոհոլային խմիչքների վաճառքն արգելվում է։ Պարզվեց, որ Արագիլ բարի աշխատակից Արթուր Մանուկյանը հենց այդ կերպ է վարվում։ Հաճախակի այցելում են, օգտվում են մեր եղած պիցաներից, բուտերբրոդներից, կոկա-կոլային խմում սոկ։ Տեղյակ եք արդյոք, որ օրենքով արգելված է ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ վաճառել անչափահասներին։ Այո, տեղյակ ենք, մեզ զգուշացրել են, որ անչափահասներին ոգելից խմիչքներ չտրամադրեն։ Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, քանի դեռ իսպառ վերացված չեն անչափահասին ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքերը հասուն եւ գիտակից չափահասի կողմից։ Ձեզ ենք ներկայացնում սույն թվականի հուլիսի 5-ից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, ինչպես նաև կամավոր հանձնված զենք զինամթերքների վերաբերյալ հակիրճ վերլուծականը։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է 4 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 5 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Հուլիսի 6-ին ժամը 21:20-ի սահմաններում Նորայր Գարեգինի Հայրապետյանը վարելով Volkswagen Golf ավտոմեքենան Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կորցրել ավտոմեքենայի կառավարումը եւ ընկել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Հուլիսի 7-ին ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Վաղարշակի Շամիրյանը վարելով իրեն ամրակցված VAZ-2107 ավտոմեքենան Ստեփանակերտ Իվանյան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին բախվել է Ճամփեզրի Էլեկտրասյանը, ինչի հետևանքով Տիգրան Շամիրյանը եւ ուղևոր Անդրանիկ Հարությունյանը տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն։ Հուլիսի 7-ին ժամը 22:30-ի սահմաններում Ներսոն Էդուարդի Բալայանը վարելով VAZ-2109 ավտոմեքենան Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի առաջին կիլոմետրին բախվել է Ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհի Նարինե Բալայանը ոտքի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Հուլիսի 11-ին ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը Opel Magnus-ի չպարզված համարանիշի ավտոմեքենայով Մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մայրաքաղաքի բնակիչ 2007 թվականին ծնված Արարատ Աբագիմյանին, ով ձախ ոտքի քերծվածքներով տեղափոխվել է շտաբ բուժօգնության կայան։ Նույն ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 231 վարորդներ, որոնցից 12-ը անսթափ վիճակում,
4-ը առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոցները վարելու, 77-ը սահմանված արագությունը գերազանցելու, իսկ մնացածը այլ կարգի խախտումների համար։ Ըստ ոստիկանության հերթապահ մասի օպերատիվ ամփոփագրերի, նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, մշակում նարգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու 2, զենք և զինամթերք կամովին հանձնելու 3, գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ավտոմեքենա փախցնելու մեկական հանցագործության դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ապօրինի ծառահատման մեկական հանցադեպ։ Տարված օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում բացառությամբ գողության 1 և անհայտ անձի կողմից Opel Magnish-ի չպարզված համարանիշի ավտոմեքենայով քաղաքացի Ավագիմյանին վրայորդի ենթարկելու հանցադեպերի, մնացած բոլոր դեպքերով հանցագործություններ կատարած անձիկ հայտնաբերվել է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի կողմից չպարզված պետհամարանիշներով Opel Vectra Magnish-ի ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Կոչ ենք անում վերոնշյալ հանցագործության մասին, որը տեղեկություն ունենալու դեպքում դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 102 94 07 02 հեռախոսահամարներով։ Տեղեկություններ հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է։ Բնակության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում ԼՂ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն, ոստիկանության Շուշիի և Ասկերանի շրջբաժիններ են կամովին հանձնել ՌՊԿ տիպի 1 գնդացիր, ԱԿՄ տիպի ինքնաձիգ, տոզ 8 մոդելի ակոսափող հրացան, առանց թմբուկի ակոսափող ատրճանակ, ինքնաձիգի 3 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 253 փամփուշտ։ Մեր այսօրվա հաղորդումն ավարտվեց, մինչ նոր հանդիպում։